Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, ահա եւ ես այստեղ եմ մի փոքր ուշացումը, բայց դա մեր մեղքով չէ։ Գիտեք որտեղ ենք գտնվում, համակենտրոնացման ճամբարում։ Եվ այսպես մենք ստեղ ենք, պատրաստ ենք պատասխանելու մեր, այսպես ասած, Telegram-յան լայվի մասնակիցների հարցերին։ Լսում ենք։ Հնարավորություն կեսակցայտ admin-ը ձեր հարցերը ուղղելու։ Խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Գավառի պակազվեյթ Մոսկվա։ Տանենք, Լևի տանենք։ Ալո, բարև ձեզ։ Վերջապես, ստո բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ցավը տանին Վարդան Ղուկասյան ջան։ Բարև ձեզ։ Գյումրին է խոսում, լսում եմ ձեզ։ Հայազգա ինքնից սպասում է աչքերը ճուտ կդրած։ Ամեն օր Աստծուն աղաչում ենք, որ դուք այդ կամ բան, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ես էլ եմ հույսով։ Այս անհամբեր սպասում ենք, անհամբեր, այնքան մարդ կա սպասող, ուղղակի էլ ասելու չի։ Նայեք տեսնենք ինչ կլինի, դեմոկրատական երկիր է, սպասում ենք։ Եղավ, Վարդան Ղուկասյան ջան, մեզ բոլորից է Շնորհակալ եմ ձեզանից։ համբերություն։ Շնորհակալ եմ։ Առողջություն։ Ձեզ նույնպես։ Հաջորդը։ Ալո։ Ալո, բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարև ձեզ։ Ինչպես եք, ձեր առողջականը ոնց է։ Պարոն Ղուկասյանը մարտական է, առողջականը լավ է։ Այն որ ասում է տրամադրված ենք շատ խիստ մարտական, տեսնենք ինչա լինում։ Դե մենք ենք տրամադրված, պարոն Ղուկասյան։ Դա լավ է, որ դուք եք տրամադրված, որովհետև եթե ժողովուրդը տրամադրված չի, դա շատ վատ է։ Անտարբերությունը ամենամեծ հանցագործությունն է եւ իհարկե չափից ավել միամտությունը։ Պարոն Ղուկասյան, դու մեր հրամանատարն ես, մեր վարչապետն ես, մեր ամենասիրած հայրենասեր մարդն ես։ Դրա համար էլ մենք այսօր ձեր կողքն ենք։ Շատ շնորհակալ եմ։ Մենք սպասում ենք անհապաղ, որ ձեզ ազատ արձակեն ու ասեք ոնց ձևեր անեն։ Շնորհակալ եմ վստահության համար։ Ավելի ինձ դա պարտավորեցնում, սերի ժողովուրդ, ասել։ Հաջորդը։ Ալո։ Մենք ամբողջ ժողովրդով ձեր հետ ենք։ Այ շատ շնորհակալ եմ։ Ավելի շատ ոնց որ բան լինի, բարեմաղթանքների Ալո։ Ես մի բան պիտի ասեմ։ Պարոն Ղուկասյան, մի հարց կարելի է Արցախի հետ կապված։ Այո, տվեք, վերջապես հարց տվեք, հա։ Պարոն Ղուկասյան։ You have 1 minute left. Մի րոպե, այդ հարցը պահեք, ես նորից գամ, որովհետև 15 րոպե ես ալո էի ասում, իմ ժամանակը բանը սպառվավ, մնաց հետ գծի մեջ, սպասեք, ես Եղավ, սպասում եմ։ Սպասեք, ավելա, ժողովուրդը հավաքվի, այդ միկրոֆոնները բացվեն։ Ալո, մենք վերադարձանք, այնպես լսում ենք Արցախի վերաբերյալ հարցով էր ուզում տալ։ Ես եմ պարոն Ղուկասյան։ Լսում եմ։ Պարոն Ղուկասյան, ուրեմն 44-րդ պատերազմին։ Ահա։ Հավանի պատերազմը, որ այսօրվա իշխանությունը բերեց ժողովուրդ։ Այսօրվա իշխանությունը, որ բերեց մեր երկրի։ Ես կոնկրետ Ջաբրայելի հատվածում եմ եղել սեպտեմբերի 7-ից։ Ու մինչև հոկտեմբերի 5-ը մեր զորքը 3 կիլոմետր առաջ է եղել։ Աշկերտով տեսած եմ ասում։
ու գեներալներ կան, որ 3 գեներալ էին այդ պատասխանատու։ Դե բոլորը գիտեն, 3 գեներալ էին այդ հատվածի պատասխանատու։ Մեզ խապեցին, հետ տվեցին, ասեցին հետ եկեք վակումայից ու միջև այսօր այդ վակումայից զենքի կոնտրոլ էին դնում էինք առաջ խապեցիք այդ վերիկ։ Որ 700 ռոկուց ավելը տես ովեցին մեր տղերքից։ Այսօր ոչ մեկ պատասխան չի տվել դրա համար։ Այս դեր Չեբայովի շո մեկը մի բան ախոսում Վրաստանում է։ Այսօր լիքը հայրենաց պարտիկասեն ոչ թե վախենում են գնանստել, ուղղակի չեն ուզում այս իշխանության ժամանակով գնանի շո մեկ ասում փախնում եք, խեք փախնում։ Դա արդեն ոչ մի արդար դատավարություն չկա։ Ով էլ որ այդ հատվածից փախավ, այսօր պաշտոններ են վայելում։ Նույնը մենք ինձ ասենք առաջարկությունն անարե, եկեք այս պաշտոն տանք, ես չեմ ուզե, ասել եմ չեմ ուզում։ Այդ տղեկը ասենք զոհվեցի, մեկ եկանք թե պրեմիաներ ստանանք կամ չգիտեմ երկու հատ մեդալ ստանանք, ես մեդալ եմ վերցրել, ոչ էլ իմ պրեմիան է։ Ասած մեր լեզվով ես թքած եմ ունեցել։ Այսօր ոչ մեկ ասենք պատասխանատու չի, ասենք այդ բոլորը գիտեմ, մեկը Տիրան Խաչատրյանն էր գեներալ, որ եկել ծիծաղում էր մեզ ասper կարող օպերա եկեք։ Բա պատերազմը առաջ են գնում քեզ հետ տալի մեզի։ Ահա։ Ասենք ես եմ ուզում ասել, պարոն Ղուկասյան, մենք սպասում ենք արդար ասենք իշոր փոփոխություն լինի, որ ասենք այսօր միկը բաներ ոչ մեկ ասենք պատասխանատվություն չի կրել։ Հարգելի իմ զինվորական, ուրեմն ամբողջ դժբախտությունը կարնում Ես ձեր կուսակցության անդամ եմ, պարոն Ղուկասյան։ Ուրեմն հարգելի իմ կուսակից ընկեր, հարգելի հայ մարդ, հարգելի զինվորական, ամբողջ դժբախտությունը կայանում է նրանում, որ այս 44 օրյա պատերազմը դա բուտաֆորիա էր, դա սարքած պատերազմ էր եւ հայ զինվորի դեմ կռվում էր ոչ թե մենակ թուրքը, ոչ թե մենակ ադրբեջանցին, այլ նաեւ Հայաստանի իշխանությունը, դա ակնհայտ է արդեն, դա ապացուցելու կարիք չկա։ Եվ միակ մարդը, միակ խելապակասը, միակ ծալապակասը, չգիտեմ, ինչ ուզում եք իմ անունը դրեք, ով որ ասում է, որ պիտի ես բոզի տղեկ, ուրիշ կեպնանավոր չսրանց անվանել, գնդակահարվեն ու դատվեն մինիմում, դա Վարդան Ղուկասյանն է։ Ուրիշը տեսնում է այսօր տաշից կոչված երևույթը, հելավ ասում է ես եմ ընդդիմության լիդեր, դու իմ քաքը կերել ես, թե դու ընդդիմության լիդեր ես, էսի մեկ։ Մանդատները վեկանավ, հեսա կգնա կնստեն ազգային ժողով, պրեմիաները կստանան, ուխայ կանեն, էլի կլենք ընկնեն փողոցները կարող է 1-2 անգամ Սաթումանյանն է, Սամիրյանն է, իրանք ասես ընդդիմություն են, այդ ընտրակաշարք բաժանողը։ Հիմա տաշիրը կամ Հացաբուկերենը պիտի Նիկոլ դատի, իհարկե ոչ։ Ռոբերտ Քոչարյանը պիտի Նիկոլ դատի, իհարկե ոչ։ Ձեր դները լվացնել են։ Այո, մարզում դուք շատ ձեներ եք ունեցել, պարոն Ղուկասյան, թե գյուղերում, թե քաղաքի մասշտաբով։ Ահա։ Էդի գիտենք, հիմա ձեները փոխել լվացել են, մարդիկ գնացել են, ասել են բուլեցին չկա, ոնց բուլեցին չկա։ Միակ մարդը, ով որ ասում է, սրանք պիտի դատվեն եւ եղել է մեծ պետական դավաճանություն, էդի ուրիշ ոչ մեկ չի ասում, էդի բանը թատերականացված դատական process չելնելու է, տնային տարիներով դատ ձգեն, փաստաբանը ռակով հիվանդա, դատավորը ծննդաբերումա, չէ, Էդ կար սովետի ժամանակ Վելիկայա Տրոյկա, խփի Google-ի հիմա ինչ է նշանակում Վելիկայա Տրոյկա սիստեմով, շփթփ, սա եղել է պետական դավաճանություն, սա պետական դավաճանություն է, եւ այո, ճիշտ ես ասում, այսօր որ մեկը պիտի գնա, նորից կռվի, եթե գիտի, որ բանը գեներալիտետը կամ կառավարությունը տրամադրված է բանակի դեմ։ Մինչև այս վերնախավը չմաքրվի, չուղակվի համակենտրոնացման ճամբարներ, մինչև մասսայական չմաքրվի, ստերիլիզացիա տեղի չունենա ակտահանում, քաղաքական դաշտում մենք չենք կարա մեր հակառակորդի դեմ կռվենք, չենք կարա, ոչ կարանք կռվենք, ոչ կարանք բանակցենք եւ այլն։ Սա թրկահապատակ իշխանություն է։ Եկավ Յասև Գործարը, շնորհակալություն դամար Սերժ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին եւ Աննա Հակոբյան Պորրիկին, որն ամենառաջին ասել, զոհվել են հանուն ոչինչ չի։ Մասը ճիշտ ասել։
Բորդերը մոսկովներն այսօր դառան ասեն փողատեր էդի սաղը հասկանալի է։ Այսօր ա եղել պարոն Ղուկասյան, կակած խոսակցություն, որ մարդիկ Սամոյի կողքը կանգնած են եղել Սամվել Կարապետյանի։ Փոշմանել են, գլխներն են տալում, ասում են միշտ ասեն խոսակցություն եղա այս, ամեն տեղը ձեզ պաշտպանել եմ։ Ասում են ախպեր ճիշտ ես ասում, որ միակ ռադիկալ մարդը, որ գկար սրանց երեկանություն մեր երկրի տես մարդապետ, այդ մարդը Վարդան Ղուկասյանն ա եղել։ Այսօր մարդիկ փոշմանել են, բայց ասենք որ ասում են զապիկից հետո կարվիցու այդ առնայց Փողերը վեկալան մայկա տրուսիկ լիպչիկի խաթեր գնացին ընտրեցին հիմա ընկել են քաքը ասում են մեզ վիճակը սենց շատ ներողություն դուք մեզից ի՞նչ եք ուզում հիմա լայվ դուք մեզից ի՞նչ եք ուզում հիմա հելը գնաց սենտրալեք եւ այլեք հիմա մի տարի հետո նրանք տենանք իջալ Սամվել Կարապետյանը խոսալ չգիտի խոսալ դուք չեք տենում այս մարդը չի կարում խոսալ դուք ո՞րտեղ եք տեսնել օլիգարխը մտածի երկրի մասին այդպես օլիգարխ չկա այ մարդ կամ Դոդի Գագո Դոդի Գագոն հրապարակային փոզի տղա է Դոդի Գագոն հենց հիմա Տելեգրամի լայվի ժամանակ ասեմ եմ Դոդի Գագո դու փոզի տղա ես եթե Դոդի Գագոն ուզում է աչոտ ստանա դու հələ եթերով ասի դուք աչոտ եմ ուզում քեզնից եւ այդպես ես իր աչոտը պուբլիչնի տամ բայց ես ինքը даже չի անգամ չելավ ասի ես ինձ ասեմ փոզի տղա ուբիդի տարա ես հիմա գողական լեզվով եմ խոսում որ շատ տոպոյներ հասկանալ բայց ինքը այդքան տղա չկա որ ինձ ասի ատվետ դու ասած ես իր ատվետը կարամ տամ ու հաստատեմ որ ինքը փոզի տղա է բայց ես մասու գնում ձեն են տալը կամ Քոչարյանին դուք տեսաք ինքը տանի նստա պարլամենտում այո ոչ հայակվեյով սա ախավնես պրծավ այդ են Քոչարյանը որ Ձեր ասենք ծառայությունը, ձեր աշխատանքը, ես ասենք ժամանակին ասենք տեսել եմ, լսել եմ շատ լավ, ասենք 2016-12 թվերին։ Ասենք ես այդ ժամանակ Ջահել Թաղան եղել, ես էլ եմ նույն ձևի աշխատողով եմ, շատ եմ լսել դեր մասին։ Այսօր ասենք ինչ-որ մի հատ վահագը չգիտեմ, մի հատ ասենք պատգամավոր կապեի։ Ասենք ծառայած բանկա բուտունքը կոսոս ոչնոտները վայկու որ ծառայել են։ Ինքը ասենք թողել իրան նայ, այսօր ինքը հելում Դոդի Գագոն ինչ ասես ասպա դրանց չեն կարող բան ասել։ Ասենք ձեդման ասենք այսօր լիդեր մարդու կար ասենք Դոդի Գագո կամ ինչ-որ մեկը հակաճառի։ Բայց իրանցի չեն կարող ասել Ես խնդրում եմ քեզ մեկի ցույց տուր այսօր այդ նույն լիդերներից ով սենց ժողովրդի հետ մտնում է բաց հարցոպատասխանի մեջ հելավ այն Իսրայելի նման երկիրը ցեղասպանությունը ճանաչեց թեկուզ իա օկտի համար բայց ճանաչեց չէ արա մեկը շնորհակալություն չայտներից հələ բացատրություն է մեկը չի լավ ասեց ապրեց Իսրայել չկա այս մարդիկ իրանց գրպանի համար են մտածել ուրիշ ոչ այս ժողովուրդը ես չգիտեմ ո մարմնի ով է մտածում աշխատում են չեն կարող վերբով կանեն չկա Զինվորական են եղել, նույնը ես եմ եղել։ Մարդու որ ասեն ուզում էր վերբով կանել, ինչ-որ մի տարածքի օպերի կամ թաղայնի, ուզում էր մարդու վերբով կանել, այդ տարածքի տեղեկությունները շատ դժվարություններով են։ Չեմ ստացվում, թե որ ասեն մեկի, այս թուրքերը այսօր երկրի ղեկավարն է վերբով կա են արել։ Նողով կուտին արես են, սանես դաչը վիլա տապել են, նրա համար այսօրին են։ Չկա որ էլևսից է, դուք եք գործով։ Ձեր մեջ էր այսօր ժողովուրդը։ Այսօր Հայաստանով ղեկավարումը բաց էի բաց։ Վերջացավ։ Հաջորդ հարցը։ Հնարավորություն տակ մյուսներին էլ փոխոսան, որ չասեն այդ մի հոգին էր։ Ասեք։ Այ ժողովուրդ Ճիշտ ասած, ես դե լայվերից մեկում երես հայտարարեցի մինչև ընտրությունները, որ ինքը լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու այս ոչխարը։ Հիմա ես ձեզ իհարկե հարց ունեմ, բայց ձեզանից պահանջում եմ կուսակցությանից եւ ձեզանից խնդրեմ որ հայտարարություն անեք այն մարդիկ, ովքեր դեմ են այսօրվա ղեկավարությանը առանց կուսակցության գալ փողոց եւ պայքարել։
Եթե չլինի 2028 թվականին Հայաստան պետություն գոյություն չունենալու կամ հիմա կամ երբեք։ Երբ որ մարդիկ ասում են իշխանությունը կներեք, երբ որ ասում են իշխանության զոմբիներ, կներեք, ես այդ մարդկանց չեմ համարում զոմբիներ։ Զոմբիները մենք ենք, ովքեր հասկանում ենք, որ մեզի տանել են ցեղասպանության, բայց լուր ու մոյն գնում ենք ցեղասպանվելու։ Կամ դուք են գալիս բոլորով պայքարի, առանց որևէ կուսակցության անուն տալու հանդեպ գալու դեմ այս իշխանության։ Ես քննում եւ պահանջում եմ բոլորից դուրս գալ։ Շնորհակալություն։ Ես կողմ եմ քո ասացին, հարգելի երիտասարդ, որ այո, թո դուրս գան փողոց, առանց կուսակցության, առանց ինչ-որ մի հատ լիդերի անուն տալու, դուրս գան ասեն մենք ասում ենք ոչ այս իշխանությանը, ոչ այս ընդդիմությանը։ Այդ սաղիդ էլ ասում ենք սիկտիր եղեք։ Ես նրան կողմ եմ, բայց հիմա անդո դժբախտությունը կրանը մանարան, որ ոչ մեկ հիմա դուրս չի գա, որովհետև պիտի ասեն առաջնորդն եմ, կամ չգիտեմ, կազմակերպիչ չկա եւ այլն։ Հա, ես հենց հիմա ասում եմ, ելեք, բայց մարդ չի ելնելու։ Այ ուրիշ հարց, ես ինձ եթե Վախթանգ Ղուկասյանը ալի ազատության մեջ հլնի կազմակերպի կարող է դուրս գան, բայց հիմա ասես որ ասենք ելեք, ոչ մեկ չի հլնելու։ Եթե անգամ հիմա ինչ-որ մի խումբ էլ հլնի, անպայման սերժականները, ռոբականները, տաշիրականները գալու են, փորձել են այդ խումբը կառավարել, այդ խումբն էլ կամ այդ հոց բազմությունն էլ տենալով, որ ռոբականա, սերժականա, ասելու է, ես չեմ մասնակցում, գնացի վերջ։ Այսինքն դա պիտի մեկը հլնի, որ հենց տեսավ ռոբական, սերժական, տաշիրական մեկին ասի տոնը ծածացնեմ սիկտիր եղար հլը միած սոց։ Ու տվյալ անձը իշտի ու սիկտիր լինի։ Հասկանում եք, հիմա հետ պիտի գան թաթախվեն, ռուպրվեկալին ասեն չէ, գնացին քայլը մենք, Ամիրյան, Թումանյան եւ այլն, Նիկոլ, Հերացիլ, ասել են ու գնաց Բագրատը ինչ արեց։ Հելավ քայլելով եկավ խախպի տղեն, ուրիշ բարի արժանի չի, 65000 մարդ լցեց հանրապետության հրապարակը, մեզ միացել է Նազենին ծոցնի քեզ, 65000 մարդ դեմդ կայնացա հեչ, Նազենին միած 4 տակտակամասով մեջ, հա։ Կամ մեզ միացել Արթուր հիասթափացրեց ժողովրդին, սրտարեց տներով, ու վсё պրծավ, հաջողություն։ Ալո։ Ամեն ժամանակն ավարտեց, նորից կա, մի րոպե ես նորից կա, 15 րոպե լրացավ, մի րոպե դու խոսա։ Ես 10 տարի հետո ես եկա ժողովուրդ ջան, այ, այդ ինչի վրա կանգ առա, ոչ այդ միտինգը, թվականին Հայաստան գոյություն չի ունենալու։ դու ճիշտ ես Ես համաձայն եմ քո հետ ասում։ Ես որ թուրքերը ճանապարհները վեսա որ կոմունիկացիա բասը դրանց միլիարդերները ախպես գալիս են այս օբյեկտներ տներ մեր հայերը կետն իրաց մոտ կաշխատեն ես համաձայն եմ ախպես տարի մենք կմաքրվենք ով կփախի ով կմնա էսի լավ բանի չի բերի ախպեր մենք այդում ենք Թուրքիայի տակ ախպեր ով ջոգում է էդի ջոգում ով չի ջոգում իր ջեբի փողի մասին է մտածում Վարդան Ղուկասյանը այսքան վիզ դրեց բայց էլի ախպեր նու չի լինում չի ստացվում բայց ժողովուրդը չի ասկերը չի բացում ախպեր Ես վերադարձա ժողովուրդ ջան, ես տեղ եմ, այո, այս ժողովրդի մի գերակշիռ մասը մտածում է իա լափի մասին, իան չի տարկրում, այդ լափը ով է տալի, իա ստամոքսը կուստլի, թքած երկրի վրա է, զինվորի վրա է, բանակի վրա է, միչև մի գեղեցիկ օր, 15 թվին, այդ 15 թվին էլ ասենց եղել, 15 թվին էլ ասենց եղել, իանց լափի մասին են մտածել, անդե թուրքը կոտորել է, իանք թուրքական բանակին զինել են հակուստով, չգիտեմ ուտելիքով եւ այլն վերջում ասում է կոտորին միլիոն ու կես է բոզիկ տակա չլեք չկոտորվեք բա հույները քիչ կոտորին այդ չափերից իշոր հայերին որտեղ համախմբան հելալ թուրքերի դեմ սրա չէ Արդահանում կոտորում են Էրզրում ներկայացավատալում Էրզրում են կոտորում Զեյթուն ներկայացավատալում այս պատկերն է եղել այս պատկերն է եղել Ափսոս է սա այդ ափսոս որ Գարեգինը հայ է եղել դրոն հայ է եղել հազար ափսոս Մարշալ Բաղրամյանը հայ է եղել Մոնթեն Վազգեն Հաջորդ հարցը
Ալո, Բարև ձեզ։ բարև ձեզ։ Բարև ձեզ Վարդան։ Իմ անունս Ֆանտ է, ես սպյուրքահայ եմ։ Միաժամանակ Հայաստանի քաղաքացի։ Նախ թույլ տվեք ձեզ դիմեմ որպես իմ հարկանքս եւ սիրես ելնելով որպես համ եղբայր պարոն Ղուրասյան։ Ուրեմն ողջունեմ ձեր ցավերը, որ բանդում անցրացրեցի ձեր բոլոր ուզված ժամերը հայրենիքի համար, ձեզ բոլոր սիրողներին եւ բոլոր հայրենիքներին։ Բոլորը գալիս են ասում են, որ ես նախ չէի դիտում հայրերան լուրերը բաները չէի դիտում, բայց ինչ որ ժողովրդից տեսնում էի բաները ձեր լայվերն էին դիտում, նայել, տեսա ոնց էլ օգնում մարդկանց իրենց հարցերը դուզեր եւ ոչ թե երի նման մի հատ ծնծոր դալով, մի հատ չեմ գիտեր ինչ դալով, եւ մարդուն իրավունքն է արդեն, բայց պաշտոնյաները, բեդարան լեզակներում աշխատող եւ ուրիշ պաշտոնյաները դիդավորյալ պաշտոններու նշանակված անձերը չեն մարդուն իրենց իրավունքը դալ, նվաստացնում են, հոտնեցնում են, դա շատ վերջ պետք եղած իրավունքը կենտրոնացնում չեղետ մարդիկ ճար է, աղա չէ մի հատ էդերով շնորհար։ Ես ասոր համար ձեզ աչաջից եմ, ավելին ասեմ, ձեր իջազեմ, որբեսի ամերիդյան որբեսի ձեզ աբորինի գալանքից դուրսիկ են, սամանակարան կալանքն աչև իջազեմ, բոլորը այն կաղապարի տելերով, որ հայ ասը միջև այսօր այսպես նվաստացված վիճարում է ալվում, որովհետև իրաջան հայրենասեր խիջով ղերավար չունի։ Այսօր է, ոչ նախկինների մասին, ոչ ներյաների մասին, բոլոր ուժերից ոչ Վարդան Ղուրասյանի նման կամ Վարդան Ղուրասյանի անձին չեն աչացել, ինչ պատճառով, շատ բաց պատճառով, որով իրենց պետք է այսպիսի հայրենասեր մարդ, իրենց պետք է ինչ-որ մեկ մարդ, որ արգետրի շահերը առաջ տնե Հայրենիքի Հայաստանի շահերուն վրա, եւ իրենց շատ ապիրեմ, որ դու այդպեսի անչել, նրա համար նույնիսկ ես վստահ եմ, ավելի կամ վստահ եմ, որ նույնիսկ չեմ փորձել ձեզ օժանդարել, որով ոչ մի շանս չունեմ, որ դուք նրան համաձայն եք։ Բացի այդ, միշտ տիրախավորում են իրենք ուղղարի բոլոր ուժեր մասին խոսում, բոլոր ուղղարի վախենում էին կարող է, որ ձեր գործերին նրա համար բոլոր ժողովրդին քրքրող լվանում էին, բրան ոչ ենանում, հայոյում են։ Այս կամպարեր նշելով, Վարդան Ղուրասյանը հայվող է, այսինքն այդպիսի դպավորություն էին ուզում ձգել ժողովուրդին։ Որ դες տուն Վարդան Ղուրասյանի աչադիր ես, ամոթ ես, Վարդան Ղուրասյանը հայվող մարդ է եւ այլն, բայց չեն ասում Վարդան Ղուրասյանը ինչի է հայվում, Վարդան Ղուրասյանը ում է հայվում։ Վարդան Ղուրասյանը հայվում է այդ մարդոց, որ ժողովուրդին նվաստացնում են, նվաստացնում իրավունքը, որ առանց ավերոտ պատրաստ խոսելու հարկանքով պետք է դրամատրեն ժողովուրդին, չեն դրամատրում, լա բժշկարանարումով, լա բոլոր ворոտների մասին է խոսքը, ժողովուրդի նվաստել քաղաքացիներ ածախքերուխը զարնում է, նեղվում է, ստրեսի դարի ապրում, եթե ինչ-որ մարդ այս ամենը դեսնալով չի կղայնանում, ես հետո ասում եմ, որ երկրի քաղաքացի ես, ոնց ես չղայնանում, երբ որ քու երկրի քաղաքացիին նվաստացնում են, մի հատ այդտեղ մի դեպի վրա է ստեղծանում, որ Վարդան Ղուրասյանը հայոյում է, կամ բոլոր քաղաքացիները նույնիսկ, հիմա որ նույնիսկ երբեմն ինչ-որ կարող է ինչ-որ մի տեղ անց լինի, ամա չէ ես Վարդան Ղուրասյանի աչաջից եմ, որ այդ բանով, որ Վարդան Ղուրասյանը հայոյում է, արգելիներս, դուք ամաչելու ոչ մի բան չունեք, դուք պետք է ամաչեք, երբ որ իրավունքին եւ արդարին ողջ չգանքնեք, երբ որ հայրենիքի ողջ չգանքնեք, միան նրանից պետք է ամաչեք, եւ ումից է դա ամաչում, այդ մարդկանց փոխանցում են, եւ այսին դարվա մեջ պետական լեզակներում մեջ իրենց ընտանիքին ինչ-որ մեր արտադրում է, ինչ-որ բաժնում, ինչ-որ նրա համար այդպիսի բաներ անում, որ ժողովուրդը չգանքնի նոր իսկական ղեկավարի հետ։ Ես անցամբ աջանադես եղած եմ, ինչպես բոլոր ճամփաներում, ժողովուրդը Վարդան Ղուրասյանի լայվերն է դնում։ Ոչ մի անգամ չեմ տեսել ուրիշ մարդոց լայվի հետևող անց։ Ուստի դուսկների արդյունքներն ինձ համար շատ հետաքրքրական է։
Սահմանադրական թադարանի որոշումը շատ ավելի հետաքրքիր էր ինձ համար, շատ ավելի։ Ոնց սահմանադրական թադարանը ընդունի, որ ընդդադերձիկները ջամ ինչ որ բերարան ռեսուրս չարաշահելը եւ եթե եղած երամ չեղած, չեն աստած ընդդարան արդյունքների վրա։ Հարկելիս, եթե չեն աստած, ուրեմն թադարանը պետք է իր նախաձեռնությամբ հրահան տա այն մարմիններին, որովհետեւ շատ արագ սպառվեն այն միացանտիը, որ այս բոլոր այն քաղաքական ուժերը, որ այսօր պարլամանտ մտան, այսինքն մանդատներ վերցրեցին, դամբիդի վերցրեն պարլամանտ մտնան, այդ բոլոր բերարան գներեք բարոն Ղուդասյանը, այս բանը դե ավարտեմ, ես որովս կրկայեմ շազանտից չեմ կարողանում ստե հայերանը խոսես, ուրեմն այդ բոլոր բաները մարդիդը որ ալո Շարունակեք, լսում եք։ Շա, այդ բոլոր ղեկավարները որ խոսում է։ Շարունակի։ այդ բոլոր ղեկավարները որ մեղադրանքեր էին հնչեցնում, որ մեկ կողմը ճաշարք է բաժանել մյուս կողմը ինչ որ ընդդադերձիկ է արել, ուրեմն այս բոլոր անձերը այս իրենց հայտարարություններով քաղաքացիական բادرազմ էին հրահուրելու։ Շատ հավանական էր, որ քաղաքացիական բادرազմ էր եղել։ Հիմա այս մատոց ով է տադելու։ Եթե սահմանադրական թադարանը գամուրի տադելու, Վարդան Ղուդասյանը պետք է որ տադի, ուրիշի եթե թադարանները կաշիկ միջեն։ Եթե թադարանները ինչ որ հիմա հրան չդան բեդարան այդ մարմիններին որ սպառվեն այս կոդով, ուրեմն իրեն իմանալով որ այդպիսի բան Նույն մարդիկ են, ում հրահանգ տան, ում, այս խշկադակները, ում։ Ես ապրելով Հայաստանի Հանրապետությունում չեմ կարա բարոն Ղուդասյան մանկոզել բոլոր ժողովուրդը Չէ, բոլոր ժողովուրդը լա ընդդիմադիրներից, լա իշխանության կողմից ճամփաներն են թափվել, արդարադատություն են փնտրում, Եթե իրենք, որ իշխը 80% իբր հավաքել են, 80% իբր հավաքել եւ իրենք կողմ են արդարությունից, արդարադատությունից իրավաբան մարմինների ճիշտ աշխատելուց, ես հիմա իրենք ցերկը ինչ որ արիք չեմ դալու, որ ինձ վնաս պատճառենելու։ Նրա համար ստիպված եմ կուլտուրական խոսքի բարոն Ղուդասյան։ Եվ այդ բանից ելնելով ես մեկ հույս ունեմ, որ բոլորս պետք է այդ հույսը բավի եւ չկաշվին։ Այս եթերի մեջ վերջը բարոն Ղուդասյանի նման, բարոն Ղուդասյանի աչքերիցների նման Այս եթերի մեջ այլևս մեր հարավերները պիտի անի երկու։ Մեր հարավերները պիտի չանի 15, պիտի չանի 1 պիտի չանի 2 վրիպատների դա բեդարան բաստոնյաները անուշատության առանձնապես խոշոր չափերով վնասներ են պատճառում, հետո քալիս ասում են անուշատությամբ են պատճառ։ Անուշատությամբ բեդարան բաստոնը սպառեցնող անձը, երբ որ առանձնապես խոշոր վնաս է պատճառում, դա պետք է շատ կարևոր բանով դիտի որպես բեդարան թավաջանություն։ Եվ վերջին մեծեր եւ ավարտեմ, ուրեմն հիմա մեզի բանի արժև են տվել, տարբերարի արժև են տվել։ Կամ ասում են, որ մեր ադապտացիոնին սուտի վարերի հպատարության դատ պետք է ապրենք, կամ ռուսի բանի դատ, շուկին դատ, կամ Եվրոպայի արևմտյայի այլն, կամ բոլորի միասին։ Մենք բոլորը Վարդան Ղուդասյանին աշխատիչները եւ բոլոր հայրենասեր քաղաքացիները մերժում են այս բոլորը, մենք ունենք մեր Հայաստանը, մենք ունենք մեր գործված հայրական դարածները եւ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մասին, կամ ուրիշ դարածների մասին։ Մենք հստակ Սևրի պայմանագրով նախադեсված դարածներ ունենք գործված եւ նրանից առաջ էլ։ Մենք ունենք ոչ մեկ ուրիշին դալու դարած, այլ անելիք ունենք, որը մեզ այսքան Հայաստանը չի պահում, մենք ոչ մեր տշնամություն էլ չեն ուզում ունենալ, բայց մենք մեր իրավունքներն ենք պահանջում։ Եթե ուրիշը ուզում է տշնամություն ունենալ, պատերազմի կալ, մենք միջև վերջ պատրաստ ենք պատերազմերով, նահանջելու դեղ չունեն, այլ ընդրատ չունենք։ Այսքան բան, շատ մերսի ձեր
Շատ շնորհակալ եմ, շատ տեղին, շատ նորմալ։ Վարդան Ղուկասյանը հայոյող կերպար չի եղել, Վարդան Ղուկասյանին այս իշխանությունը, այս ընդդիմությունը, այս ժողովրդի, այս պաշտոնյաների գերակշիռ մասը սարքեցին հայոյող։ Եվ մարդ պիտի առնվազն լինի, որ այս ամենը տեսնի եւ չհայոյի։ Եթե մի մարդ բռնաբարմային բանակը, երկիրը, տնտեսությունը այդ մարդուն հայոյելը քիչ է, այդ մարդուն պիտի հայոյանքդ իրականացնես, ոչ թե մենակ ասես, այլ նաև իրականացնես, որ այտենց բոլդի տղեկ այլևս չառաջանա։ Հասկանում եք։ Ես հայոյել եմ ու պիտի հայոյեմ։ Իրանք ուզում են կուլտուրական, հենա հիմա ընտրել են կուլտուրական, դե հիմա թողնան կուլտուրական գլը անեն, տենամ հիմա The caller has hung up. Ալո, հա, ես վերադարձա, ուղղակի զայնակության հետ մանը խնդիր էր գնում, կապը ես նորից գնացի զանգեցի հետ եկայվալ, հաջորդ հարցը ժողովուրդ ջան։ Բարև բոլորին։ Բալուս։ Լսում ա ձայնս։ Լսում, ասա, երիտասարդ։ Պարոն Ղուկասյան, ուրեմն նախ ասեմ, որ ձեզ ճանաչել եմ 44-րդ ժամանակ պոստերում գտնվելուց ինձ դեր մասին պատմեցին, ծանոթացա։ Սկսած այդ ժամանակվանից հետևում եմ ձեզ։ Նախ ուզում ասել, որ ստորագրում եմ ձեր ցանկացած ասացի տակ, ձեր ցանկացած քրֆուրի տակ, քննադատության տակ, մի խոսքով կողմ եմ ամեն ինչով։ Դառնամ երկրորդ խոսքերի ճառաջ, որ ասում են բոլորս պետք է դուրս գանք դուրս, առանց առաջնորդի, ինչքան էլ դուրս գանք առաջի քայլից հետո տապալվելու է, որովհետև չի լինելու ոչ մի հստակ քայլեր անելու։ Այո, տապալելու են, վարքյանական տապալելու են։ Այո, համաձայն եմ։ Այդպես Վարդան Ղուկասյան գոնե լինի 1000 անգամ կներես զինվոր ջան, այդպես պիտի Վարդան Ղուկասյան գոնե ելնի ինչ-որ մի հատ տեսախցիկ առաջ նստած ուղի հետի, որ տենա ինչ-որ մի հատ ղախ պիտղա ռոբասերժական հայտնվումա, տեղու որրու բերանը մեկն ու ստիկտերի, որ տեն մարդ չկա, հիմա ասեք մասիսի դավոտ, են Մարթա Վասիլևնայի պես են, գա կանիցը ժողովուրդը տենա, կամ Գյանոսյան Լովայի դեմքը, կամ Դոդի Գագոյի դեմքը, վերջաց հավասելու են, ես գնացի տաներով, էլ չի ասում, ախր ես բոզի տողում ես գրկեմ տուն, ես չեմ էտ ընտուն, հասկնում ես, համաձայն եմ, լրիվ համաձայն եմ, բայց շարունակեմ, անդրադառնամ հաջորդ խոսնակին շանտանով ու նաև մնացածի զուտ ուղղակի նստել սպասելով թե եղա գալու Վարդան Ղուկասյանը ուզա հարցրելուց միանգամից տենց չի լինի թե հիմա թե հետո երբ Վարդան Ղուկասյանը գա այդ ժամանակ ինքը մեր բոլորի օգնության կարիք ունի ոնց որ մենք իր օգնության կարիք ունենք ցել ինքը մեր օգնության կարիքը ունենալու է դրա համար ինչ որ հստակ քայլեր պետք ինչ որ բաներ անել պետք զուտ ուղղակի ես խոսելով որ սա չի դառնա։ Հիմա այս պահիճությամբ ճիշտն ասած, պարոն Ղուկասյան, կուզեմ ասեմ, որ ընթացքում տեսել եմ մասնակցել եմ հավաքների, ժողովների, կուսակցության հավաքների, շատ անգամ տեսել եմ կազմակերպ բաներ, բայց ոչ թե կազմակերպիչների կողմից, այլ մասնակիցների կողմից, բավականին գոհ եմ կազմակերպիչներից, կապի մեջ եմ, մասնակցել եմ, փորձել եմ աջակցել ինչքանով կարամ, հարցը դա է։ Հիմա այս պահիճությամբ ունեմ մի հատ առաջարկ ու կուզեմ հետագայում լսել եւս ինչ-որ քայլեր, որ պետքա ձեռնարկենք։ Ուրեմն, ասածս ինչն է, ընտրություններից առաջ, երբ որ խոսում էի մարդկանց հետ, հասկանալու, անդրելու, ինչ պատճառով եւ այլն, փորձում էի ոնց որ իմ առաջ տանեի, մեր խոսքը, մեր քայլը առաջ տանելու, հասկանում էի, որ նամանավանդ ուսանողների ուղեղը լվացած է, որ մաքսիմում ինչքան հնարավոր է։ Ու ոչ մենակ ուսանողների, նաեւ թոշակառուների ու այն մարդկանց, ով կարեցել են ազդեցություն ունենան։ Մենք դա չենք կարողանում կազմակերպել այնքան ինչքան որ պետք է, անում ենք, բայց անում ենք քչով, անում ենք քիչ ռեսուրսներով, մի հատ պարզ օրինակ չեմ կարող մարդկանց ցույց տալ կամ ինչ-որ բան դնեմ, որ լսեն ձեր խոսքից, որովհետև մենք չկա շատ հայհոյանք, նորից եմ ասում, ստորագրում եմ ամեն ասացի տակ, բայց ավելի լսելի դառնալու համար, ավելի լայն աուդիտորիայի համար պետք է ունենանք ինչ-որ մի քիչ ավելի ուրիշ ժարգոն։ Ես գիտեմ, որ դուք գիտեք դա, ես գիտեմ, որ դուք կարում եք դա, ձեր չափ գրական երևի Հայաստանի կեսից ավելը չեն կարող խոսել, բայց
Ոնց մի ժամանակ ունեիք երկու ծրագիր, մեկը, որը ընդհանուր Հայաստան էր վերաբերվում, մյուսը մենակ Երևան էր ոնց էր վերաբերվում, կարելի է կազմակերպել տենց էլի եւս երկու լայվ, շուտով դուրս է գալու միանշանակ, էլի ունենանք երկու լայվ, որը որ մեկը հասանելի կլինի մեզ բոլորիս, մյուսը կարողանանք տարածել ավելի շատ։ Հարգելի, պատվելի իմ անուշ ապեր երիտասարդ, ես հիմա ձեր հարցին, ձեր առաջարկությանը պատասխանեմ, ուրեմն լսեք, ես չգիտեմ դուք ում հետ եք խոսել, ոնց եք խոսել, ինձ եք խոսել, չեմ կասկածում բավականին գեղեցիկ ձեր առաջարկությունը արեցիք, զգում եմ գործունեն կրծված մարդու հետ, հիմա այն անձնավորությունը, ով որ ասում է թե ես չեմ լսում, որովհետև նա հայոյան կատալիս, ես չեմ կարող իրեն ընտրել, հիմա այդ անձնավորությունը X պայմանական տալը դնենք վերգուշ, այդ վերգուշը ում է գնացել ընտրել, միացել խտրում են նայեք, և վերցնենք Սամվել Կարապետյան, Սամվել Կարապետյանը խոսալ կարեմ ա, անգրագիտություն լավնավորում, այսինքն ում է գնացել ընտրել վերգուշը, Սամվել Կարապետյանին, Սամվել Կարապետյանը խոսակիցի զամեն ընտրել, իհարկե ոչ, չի կարացիք, լավ է խոսում դրա համար, գնաց ընտրել Ռոբերտ Քոչարյանին, Ռոբերտ Քոչարյանը գրական ռոպե բառը մարդը չի կարում ասեն, այդ մարդը խոսալ չգիտի, դա հռետոր չի, դրան ընտրել, իհարկե ոչ, դե դոդի գագույչ, իհարկե ոչ, անցանկել դրա մասին բավշե չենք խոսում, Նիկոլ Փաշինյանին է ընտրել, որովհետև, այո, Նիկոլ Փաշինյանը հռետոր է, խոսալ գիտի, բայց ոնց է խոսում, խժալով, ճվալով եւ այլն, սաղի խապելով, այսինքն, եթե մի մարդ այդ ասարցիմենտը նայելով, Արման Թաթոյանին, այդ հայա չիչացին, են մեկնով էր, գուրգեն էր, գագիկ էր, և ասկի, չգիտեմ դիգով էր, գագիկը, այսինքն նման մարդիկ պատրվակ են բռնում, ուղակի պատրվակ, որ այս մարդը կֆուր է տալի, ոչ, այդ մարդիկ, այդ կֆուրի պատրվակից են կախվում, ես նախընտրական քարոզարշավի ժամանակ շատ նորմալ գրական լեզվով շատ չտկատեցիք դուք ներկայացել էի ծրագիրը եւ մարզային եւ հանրապետական եւ բազմաթիվ անգամ Վարդան Ղուկասյանն ապացուցել է որ ինքը փայլուն կերպով տիրապետում է եւ հայոց գրականությանը շնորհակալություն երջանկահիշատակ ուսուցիչներին եւ ողջ ուսուցիչներին եւ փողոցային բառապաշարին եթե ես միայն տիրապետեի փողոցային լեքսիկոնին իհարկե ես այսօր չէի կարող մրցել այսպես ասած, հա, եւ դուք չէի կարող, բայց Վարդան Ղուկասյանը տիրապետում է երկու լեզվեն եւ պիտի տիրապետի։ Այն մարդիկ ովքեր ասում են հայոյան կատալի, եղբայր հայոյան կատալի, դու հայոյանքից ազդվում ես, ուրեմն գնա հիմա այդ հայոյակը քո վրա կկիրառել։ Քեզ կթողան առանց ջուր, քեզ կթողան առանց տուն։ Էս ընդամենը մի քանի օր առաջ ընտրություններն ավարտվեցին, մի սուրումար պլակատները դոշին հելան հայտնվան փողոցեն, ասին մեզ հանեք ցելեն դուրս։ Իսկ վարդ հարկադիրն եկել է տվել է քամակներին, գցել է դուրս սպիտակ մազերով միած կնիկ էր խոսում, ղեկավարն էդի էր, բայց սպիտակ մազերով տիկին, Վարդան Ղուկասյանը ներկայացրել չի նախընտրական ծրագիրը, որ եթե դուք բանկերին պարտք եք, իսկ դուք բանկերին պարտք եք, այլևս հարկադիրը չի գալու ձեր հետևից, արգելում եմ, պետական ապարատը չպիտի գա մասնավոր բանկի համար ծառայություն մատուցի, ասում երեխու սոսկի են, բանը գրեշկի են, զավարը, տելևիզորը, խալադելնիկը տունը վեկալում են կոզերից, չի լելու տեզման, բանկը տվել է, թորիսկերը չի գնացել, չտաշ, վերջացավ, այդքանից հետո գնացել է, կտրել է կույշին, հիմա ասեք մեզի հանինքսին դուրս, ճիշտ արեցին, պիտի պալակեք, տակ սատկեք, ճիշտ արեցին, գյուղացին, ասում է, դու քո բերքը չես կարնալու ծախես, գյուղացի, ոչ խաշ, խոտակ ես, դու Նիկոլին մի հավատա, չէ, ընտրեց Նիկոլ, ընտրեց, հիմա ինչ անեմ, բերքը մնաց, ասում է, ծիրան են կարտահանել Եվրոպա, սատի տուն ու տեղը, թե դու ծիրան ես արտանել, հետո պարզվա, որ սուտ ես, էտ էլ էր սուտ, հիմա գյուղացին մորն Պարոն Ղուկասյան, լրիվ համաձայն եմ ձեր հետ, տանում եմ միջևեր ձեր ասածը, պետք է եղած տեղը խոսում եմ նույն բաներով, նույն ռպաշարով, ուղղակի դա մի հատ գործ է, որը ևս թույլ կտա էլ ավելի շատ, այն ժողովրդին, ովքեր ոչ խարացած են, չեն հասկանում, ևս մի հատ լեզու է բացատրելու, ևս մի հատ գործիք է իմ համարում, մեր համար, ովքեր որ այդ ամեն ինչով զբաղվում են, ավելի շատ այդ մարդկանց ուղեղը մտցնելու համար, դալբի տանելու համար, հա, ոնց ասեմ։ Հիմա չորեքշաբթի օրը
Ասես բան ասել, չորեքշաբթի կարող է լինի ամեն հավանականությամբ ԱՄՆ դեսպանատան առաջ ականջիս ասավ կուսակցությունը որ բան է կազմակերպում պիկետ ակցիա, բողոքի ակցիա, որպես ամերիկյան կառավարությունը տեսնի, որ մենք դեմ ենք այն դատավորին, ով որ մեզ այսպես ասած իրականացրեց մեր դատական process-ը, այդ 7-8 ամիս ձգեց, խախտեց, վերջում էլ որոշումը կայացեց, որ պիտի միասնագներից հեռանաս, անես դատական նիստարեց, որ գնաց վերաքննիչ դատարան, ասել էսի հայտարարությունն նորից հետ են ուղարկել։ Հիմա կուսակցությունը, այ որ ասում ես ակտիվ կա, սիրելի երիտասարդ, ուզում է պիկետ կազմակերպի, որ մենք դեմ ենք այդ դատավորին, որ այդ դատավորին նորից չբերեն փաթենի վզին, չնայած ես էլ եմ դրան դեմ։ Այ նաև ճիշտ կլինի, որ օգտվելով արդից դա էլ ասեմ, այն մարդիկ ովքեր որ ուզում են հնարավորինս արագ Վարդան Ղուկասյանը դուրս գա, հիմա կուսակցության էջում Տելեգրամում կտեղադրի կուսակցությունը օրը ժամը պիկետի կան այդ ակցիային մասնակցեն, որ մենք դեմ ենք այս դատավորին։ Մի բերեք փաթեք Վարդան Ղուկասյանի վզին, որ մենք հնարավորինս արագ դուրս գանք, հեռանանք այս երկրից, հեռանանք, մենք ուզում ենք հեռանանք։ Գոհ եք, շնորհակալ ենք, մենք տաղանդ չենք ուզում։ Ես հնարավորինս արագ ուզում եմ դուրս գամ, որպեսզի կարողանամ այս ամեն ինչը համակարգել նորից զրոյից դնեմ, հարկեմ իարգելուկ տենամ կստացվի, թե ոչ, թե արդեն մենք ուշացել ենք պոեզդ ու շոու։ Այս վիճակն է։ Իսկ տուպոյի մարդու դու էլ չես կարող բացատրել, ինչքան ուզում ես ասա։ Իան լափա պետք է, ինքը փողի ծերը տենումա, ոտ էտակը թուլնումա, թեկուզ 20,000 տնամ։ Այսօր կուտի վաղնելի կմնա սովաս, գակասի Վարդան Ղուկասյան, լիստը սանջատել են, կոյուղիները տրակել են, չգիտեմ, երեխոս բխոշտանգել են, մետերեղի, Վարդան Ղուկասյանը կասի փողմումից ես վեկալ է, տաշիրից, հիմա գնացա տաշիրը տեղել, տաշիրի խերրը տեր կրնի քեզ, որովհետև փողը տվել է, գնաց է տրեց, տաշիրը, ինչի կու դարդո պիտի տապակվի ոչ, պիցացա խողը, քո դարդո պիտի տապակվի ոչ, այս այդ ընտրությունից ընտրություն, դրա համար ստեղ ընտրությունով հարց չի լուծվելու, ես դա արեցի նրա համար, մենք գնացինք, որպեսզի ապացուցենք Եվրոպայի, ընտրությունը ստեղ ընդամենը կփրկի հեղափոխություն, փողոցային հեղափոխություն, այդտեղ արդեն կազմակերպիչ է պետք, ռադիկալ ուժ է պետք, որովհետև ընդդիմություն պարլամենտական այսօր գնացի մանդատները վեկալը, նրանք չեն կարող դուրս գան փողոց, հելար նույն րոպեին, անդոս կագեբիս, սաղին ծծծնելով կողքի ծակերը, ոսը չի կարող խոսա, կամ Անավարդապետյանը, այդ ագարկեն կոռուպցիայի մարմնավորումը, իա դլոյով կտաշի Սամոյի դեմքը, բրցավ, ենքան տակը կակկա, իսկ Վարդան Ղուկասյանի դեպքում ոտերը սկուտ են, ինչի մեջ տիմերած են կվոտան ու կվոր են տանեմ քիչ եմ անում, պիտի էլի տամ։ Այսից, հաբը։ Ալո Ղուկասյան, ալո։ Հա։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Ես երկու բառ ուզում եմ ասեմ։ Ասեք։ Հաջողություն եմ ցանկանում ձեր գործերին։ Շնորհակալություն։ Առաջինը։ Երկրորդը, որ զգուշ եղեք, որ հանկարծ ձեր կյանքին որևէ վնաս չտա։ Այս ազգի մեջ, ես 3 տարի առաջ եմ եղել Հայաստան, ես ուրիշ տեղ եմ ապրում։ Այս ազգի մեջ այնքան շահամոլ են դարել։ Գնում ես Հայաստան, նայում են, թե ինչքան պիտի փող տաս։ Դրա համար էլ ես դրությունները պատասխանատուն, հիմա Վարդան Ղուկասյանի կյանքի եւ անվտանգության պատասխանատուն Միացյալ Նահանգների կառավարությունն է։ Ուզի թե չուզի, իրանք են ինձ ապօրինաբար պահում ստեղ, այս Հենդերսոն կոչված համակենտրոնացման ճամբարում։ Վարդան Ղուկասյանի դեմ մի բան պատահի, պիտի երկին է պատասխան տա։ Իրանք են ինձ դրա խոշտանգում ստեղ։ Ես դա հասկանում եմ, բայց ամեն դեպքում պատասխանատու կարող է եւ չգտնեն։ Ոնց եղավ, ինչ եղավ։ Լավ, դրա մասին չշարունակեմ, ուղղակի ասեմ, որ Հայաստանում շատ քիչ մարդ է մնացել, որը թասիբ ու նամուս ունի։ Ես դա իմ կարգի վրա եմ զգացել։ Փողի համար ամեն ինչ կանեն։ Դրա համար էլ ես դրությունները ցենց եղավ։ Ես ասում եմ կերպված զինվորական ճանապարհով։ Դրա համար նրա վրա ինչ որ գործ սարքեն։ Դրա համար եմ ասում։ Իսկ եթե դուրս գա, Ժողովուրդ, մենք այստեղ ենք, խնդրում եմ հաջորդ հարցը եւ ավարտենք։ Մեր ժամանակը։ Լավ, թող հարց տան, ես ասեցի իմ ասելիքը, թող հարցը տան։ Շնորհակալություն, ձեր ասելիքը ձայնագրվեց կտեղադրվի։
Հաջորդ հարցը եւ վեր ժողովուրդ, մենք վերջի 15 րոպենա։ Ալո։ Ես ուզում եմ օգտվելով առիթից ասեմ, որ մենք չենք վհատվում, չենք հանձնվում, չենք կոտրվում եւ այլն, որովհետեւ սրանց ուզածը դա է, թե այսպես կոչված իշխանության, թե այսպես կոչված պարլամենտական ընդդիմության, այդ ուզածը դա է, որ այն ռադիկալ մասան կոտրվի, իրանք ջան ասեն, ջան լսեն, շարունակեն լափեն, իրանք բիզնեսները վերականգնեն, գիտեն տեր կայնեն, իրանց առևտրին թուրքերի հետ սկսեն ավելի լայն առևտուր, լայն հնարավորություն եւ այլն։ Սրանց այսպես կոչված այդ պարլամենտական ընդդիմության կամ դրանց այդ սատարող այդ մանր մուներեն կուսակցություն գանդոնիկներին չի հետաքրում երկրի ճակատագիրը, բացարձակապես։ Ինչ-որ մի բան փոխեն, ինչ-որ մի պաշտոն, ինչ-որ մի տենդեր եւ այլն, մնացած տոյասաֆեր են, ռադիկալներ իրանք հով հագիստ ապրեն, բայց ռադիկալների ոտերը կերել են, ազգայնական արմատական այդ ուժերը ընդդիմադիր այդ ուժերը հիասթափվող չեն, կոտրվող չեն, նահանջող չեն։ Իրանց մուրազը իրանց փորը կմնա, բայց իրանք էդի չեն դենա։ Այդ է քան ես սաղ եմ։ Կմեռնեմ հետո Աստված։ Ներշացով։ Ես կոտրվող տեսակ չեմ, բրծավ։ Ասելու բան ունենք ուրիշ հարց։ Պարոն Ղուկասյան։ Հա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ասեք մի քիչ արագ։ Ես կողոց հետևում եմ ձեզ, ձեր կողմնակիցում, ձեր կողմնակիցն եմ, ես մի բան ասեմ, մեր հայոց ողքը մեր դերական ժողովուրդն է։ Դուք չեք պատկերացնում, ավելի ճիշտ լավ էլ պատկերացնում եք, թե Սիջանի դեբիլացել մեր ազգը։ Մենք մինչև այդ դեբիլների հարցը ոչ մի բանը չի կարելի, հնարավոր չէ կազմակերպել։ Այս ազգի մեջ կան դեբիլ, որտեղից ես ուղղակի ապշում եմ, դեբիլ մարդու հետ ինչ հեղափոխություն ունես։ Ինքն էլ բացադրես այս մարդկանց, որ դուք սխալ եք կամ չեք հասկանում այս կառավարության կատարածը։ Ես ձեր հայրենիքի հետ կապված այդպիսի բան եմ ասել։ Ես այսպիսի լոզունգ ունեմ. ավելի լավ է հայույելով երկիր փրկել հայ մնալ, քան թե սրդիկներ ցույց տալով քրկանալ ու երկիրը հանձնել։ Խորհուրդ կտամ բոլորին դեբիլների համար այս բարակաբակցությունն օգտագործել։ Ողջույն ձեզ, համբերություն, մենք ձեր հետ ենք։ Այո, շատ զարմանալի է, որ Սևակ, Շիրազ, Պարոնյան, Կոմիտաս, Անդրանիկ Օզանյան, Նժդե, Դրո, Մոնթե, Վազգեն ունեցող կյաշ ունեցող ազգը ունի նաև նման դեբիլ շատ մեղմ ասած, ունի նաև ստահակ բոզի տղեկի հազարանգամ ներողություն։ Նայում ես, ասում ես լավ, այս մարդն էլ է հայ, Նժդե, Սևակ, Շիրազ, Չարենց, եւ այլն, այս սրանք էլ են հայ։ Վեկալը նայում ես Տաշիս, վեկալը նայում ես Պարուս Սևակ, նայում ես Դոտ, նայում ես Հովանես Թոմանյան, նայում ես Ռոբերտ Քոչարյան, նայում ես Կոմիտաս, նայում ես Նիկոլ, նայում ես Ազգեր Սարգսյան, ասում ես ո՞ց կարա, էլի, ո՞ց կարա, բայց հետո երբ որ մի փաստացում ասում ես խնդրեմ, Գրետա մայրիկը Վազգեն Սարգսյանի մայրը, ծննդաբերել է Վազգեն Սարգսյան, եւ ծննդաբերել է Վազգենի քուր Արամ Սարգսյան։ Խնդրեմ, նույն արգանդը, նույն հայրը, նույն մայրը, առաջան ո՞ց հաստատվում սենց, չես կարող, գենետիկա։ Պարոն Ղուկասյան, ինձ թվում է, կներեք ընտրատել, ինձ թվում է մեր ազգը գենետիկ մուտացիա է գնացել։ Իմաստով ես ճիշտաբանում եմ ասել, գենետիկորեն մուտացվել է, մեր ազգը դեբիլացել է։ Հետո իսկի մի բան, դուք մի անգամ ասեցիք, թե որ գաճիշխանության գուլագներ եք սարքելու, այդ դեբիլներին զաղին հավաքեք, լսեք դե, ստերիլիզացրեք, որպեսզի չբազմանան։ Մեր թուրքությունը դա է, ես ուղղակի ասված եմ, կանչում թե դուք եք պետք է մի հատ գուլագ սարքեք այդ աբարանին հավաքեք, լսեք դուք, այո, հավաքեք, լսեք այդ դեբիլների տեղ, զրգեք բազմանալու բարս բունիմաստով, բազմանալու իրավունքից զրգեք ստերիլիզացրեք, որ չբազմանան կդոնց վրա մեր ազգը վերջարած, եչեցիք հայոց ողքն է, խորենացու գրած հայոց
ո՞ց դեպքերն են։ Ես ուղղակի ոչ մի ֆինանսիալ մեջ ես կամ դեպք։ Այդ նույն բանը արեց Ինդիրա Գանձին, որ եկալավ այն Սերտաջում արեց, որ էլ չբազմանան, այդ դաուները չբազմանան, խեղճ կնկավ եկալ են Գյուլին վերջում։ Նույն բան արեց Հնդկաստանի վարչապետը ժամանակին։ Որտեղ զգաց որ ձերից է թեմա երկիրը։ Հիմա նույնը ստեղ է, ձերից գնեմ ա։ Չես կարող հասկանալ նույն արգանդը ո՞ց կարա բերի, գրեթե ես խորին հարգանք ունեմ այդ երջանկայշացա կնոջ նկատմամբ։ Բերեց Վազգեն Սարգսյան ու բերեց Վազգենի քույր Արամ Սարգսյան։ Նայեմ ասում ո՞ց, ո՞ց։ Էդ է խոմ նույն հետում են։ Չկան հասկանում։ Լավ, իջևից է շնորհակալ եմ, շատ հետաքրքիր ասած բան ստացել հարցը պատասխան չկա այսօր մի քաղաքական գործիչ դաշտում, որ sense մտնի բացի բաց ժողովրդի հետ պարզ ճակատով յուրաքանչյուրին հնարավորություն տա խոսելու արտահայտվելու եւ ասած բաց հարցը պատասխանը։ Չկա հիմա այսօր թո Տաշիրը, թո Ռոբիկը մտել են պարլամենտ այդ դժբախտները։ Դե մյուսները գնան sense հարցը պատասխանի ժողովրդի հետ բաց հարվում, դա խոսա չգիտեն, ու նա հարցը պատասխան։ Իսկ նույնը Նիկոլն է սորեն, Ռիշյանի գնա բացի բաց հարցը պատասխանի այդ ու այսքան խაფելուց հետո այսքան պետական դավաճանություններից հետո այսքան երկիրն ավերելուց հետո գնալ նորից Նիկոլ ընտրել ես չգիտեմ ինչ է կատարվում ինչևից է բայց սրա դեմ հակաթույնը կա հակաթույնի անունն է Վարդան Ղուկասյան ես որ բանում է ուսանող ժամանակ մեզ հետ ծանոթացեցին այդ անտիգյուրզինի հետ, որին պահում էին խալազերնիկում, անտիգյուրզին, այդ հակաթույնը, հիմա ես եմ այդ հակաթույնը և պահում եմ խալազերնիկում, և օրը շատ մոտ է, որ մենք այս խալազերնիկից դուրս գանք։ Շատ շնորհակալ եմ բոլորից, եթե մեզ հնարավորություն բանձեռվեց, մենք ևս եկող Կիրակի կազմակերպենք հարցը պատասխան, որպեսզի մի փոքր ավելի ակտիվություն պահպանենք ժողովրդի մեջ եւ հասկանան, որ ազգը դեռ չի վերացել։ Այսքանը ամեն հարգանքով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Շնորհակալ եմ։ Լավ եղեք։ Հաջողություն, պարոն Ղուկասյան, հաջողություն։